Ողջույն, դուք միացել եք Working Moms podcast-ի առաջին թողարկմանը։ Մեր առաջին հյուրը իմ կյանքում որպես մայրիկ շատ մոտիվացիոն դեր ունեցող անհատ է։ BSMI մարքեթինգային դպրոցի հիմնադիր Աննա Մարի Սարգսյանը։ Աննա Մարի ջան, ողջույն։ Ողջույն, շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության ու առաջին հյուրի հրավերի համար հատկապես։ Իմ մոտ իմ հեռախոսն է, որտեղ ես screenshot եմ արել Շանթի ծնվելուց հետո քո ինձ ուղարկած շնորհավորանքը եւ այն խորհուրդը, որ դրել էի։ Չեմ հիշում։ Կարդում եմ փոքրիկ հատված։ Էսի հիշել։ Խնդրում եմ քեզ որպես խորհուրդ, բալիկին ուղակի ինտեգրի քո կյանքի մեջ։ Եթե պիտի տեղ գնաս, վերցրու իր հետ գնա, եթե քնելու ժամն է, թող քո ձեռքին քնի ու տենց ամեն ինչ։ Կտեսնես ինչքան երջանիկ կլինես, որ կյանքիդ ռիթմը չի փոխվում, բայց ավելանում է մարդուկ։ Սա իդեալական նկարագրած սցենար է, ինձ թվում է ցանկացած մայրիկի, եթե հարցնես կախարդական փայտիկով ոնց կուզես մայրությունը տանցնի, ինքը կասի հետ սենց, որ ես մնամ նույնը, ավելանա բալիկ։ Բայց մենք ունենք իրականություն, որտեղ հետ ծննդաբերական շրջանում, նույնիսկ եթե տրամադրվածությունը մի կողմ տնենք, ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես քաոս է մանավանդ առաջնածին մայրիկների մոտ։ Այ ոնց է քեզ հաջողվել Նախ այսպես միշտ է եղել, նույնիսկ երբ որ Ռոբերտը նոր է ծնվել, թե դու դրան եկել ես տարիների ընթացքում։ Հենց դա որ ամենասկզբում է սենց եղել, ես հեսակ ասեմ, իրականում տարբերություն կա առաջի ու երկրորդի մեջ։ Ես 4 տարի չեմ ուզել երեխա, որովհետև ես գիտեի, ես արդեն մոտ մի քանի տարի շատ լուրջ իմ կյանքից ներդրել էի ստրեսով կարիերայի մեջ եւ չի ուզում այդ ժամանակ ընդհատեի 17 թվականի սկիզբն էր, որ ես եկա այն գիտակցության, որ պետք է լինելու։ Ես շատ ուրախ եմ, որ դա երեխան տենց պլանավորելու գործոն չի, բայց նենց ստացվեց մեր կյանքում, որ ոնց պլանավորեցինք, տենց էլ եղավ, ես պլանավորել էի, որ պետք է ամառը ծնվի, որ ես Ռուսաստանից 2 ամիս շուտ գամ Զիգրետ արդեն տաք եղանակ լինի, որ 3 ամիս մնամ Հայաստանում հետ գնամ ամառը այստեղ անցկացնեմ ու շատ շնորհակալ եմ, որ տենց եղավ։ Ու քանի որ ես ապրում եի այնտեղ, իմ համար Մոսկվայում։ Հա, Մոսկվայում դեռ չի սիրում դեռ կյանքը ու երազում էի այն օրը, երբ հետ գալու, որ հետ գանք Հայաստան, երեխան շատ լուսավոր կետ էր իմ համար։ Ես կյանքում չեմ եղել այն մամա, իմ պատկերացրած լավ մաման, եղել եմ կարիերիստ կա, ինչ որ իմ տեսած կինոներում եւ այլն ինձ տես նույնականացրել եմ այդ տիպի մամաների հետ, ոչ թե լավ մամայի հետ։ Բայց երբ որ երեխային ես ունեցա, այդ առաջի օրը ես հիշում եմ հիվանդանոցում այդ վարքյանին, ես ասում եմ հիմա ոնց պետք է այս պահը վերջանա, ես պետքա գնամ տուն, ես չգիտեմ այդ ինչ պարկ է վերվերվից, որ ես այդ վայելել եմ, որ այդ ցավը ինձ մեկ էր, որ այդ պահին ես եղել եմ գիտակից ու զգացել եմ մամա դառնալ է ինչ լավ է։ Ես ինձ նայում եմ վրան, ասում եմ ոնց կանգնացնեմ ժամանակը ու հետո ինձ թվում է որ ես հիվանդանոցից գնամ տուն, պետքա վերջանա այդ պահը։ Հետո եկա տուն հասկացա որ չէ, ինքը իմ հետ է, այս ուրախությունը պետք է իմ հետ լինի։ Այդտեղ գարմոնները սկսեց, մեկ լացում ես, մեկ բան, բայց կոնկրետ ինքը իմ նյարդերին երբեք չի ազդել։ Ինքը արդեն մեր գիշերը ես ուրախ էի, ես իրան գրկում էի, անդադ նայում ես ինձ ապագայի ինչ որ կադրեր էի պատկերացնում։ Անգամ իր ծննդին հիշում եմ, որ վիդեոյի մեջ մի հատ բան էի գրել, մոնտաժել էի վիդեո, գրել էի, որ դու որ ծնվեցիր, ոնց որ ես մի կյանք ապրեի, դու մեծանայիր, դառնայիր գործունյա գնայր ու ես երազեի եփա հետ գալու նորից քո ծնված վաղտում ու ծնից հետ բերեին այդ ընթացքը։ Այդտենց վայելել եմ։ Այդ երկրորդ երեխայի սպասելիք իրականության պահը ու կոവിഡից հետո չէր կարելի տեսակցության կան։ Ուրեմն ծնվել է, ես ուզում եմ նույն ձև ինչ որ ձև վայելեմ, նայում եմ ես իրեն սիրում եմ շատ ու ի տարբերություն Ռոբերտի, որն առաջի վարքյանից չէի կարողացել սիրել, դեռ չէի հասկացել, որ իմ երեխան այս ուղղակի ուրախ էի, Ռեմին ես միանգամից սիրել եմ։ Բայց արդեն մի քիչ ուրիշ կյանք էր, պատերազմ, հետո մի քանի ամսից տեղ սկսեց, ինքը չէր կերակրվում, չէր ուտում, իրան չէր լինում հանել դուրս տնից, որովհետև ինքը չէր ուտելու, շիշ չէր վերցնում, ու մի քիչ արդեն դարձավ եմ, որ ինչքան է փորձեցի, չկարողացա իրան ինտեգրել։ Ու այդտենց իմ մոտ ինչ որ ստրես էր սկսել, ես իրան տանում էի աշխատանքի ման, դա խորհուրդ է, որը շատ լավ կլինի, որ իրականանալի լինի, բայց չեմ բացառում, որ ամեն երեխայի հետ, ամեն ստրեսված իրականության հետ, թե հիմա պատերազմ է, հիմա կոവിഡ് է, դու կարողա չլինես այն մաման,
որը կուզեիր լինել։ Կարող ենք եզրակացություն անել, որ Ռոբերտը ուղղակի ինչ որ ձևով համապատասխանել է քեզ որպես անհատ, ամուսնուդ որպես անհատ ու ինքն էլ է իրոք բազային այսպես ասած սեթինգներով եղել այնպիսի երեխա, որ հեշտ է եղել իրան ինտեգրել։ Հա, ու ինքն էլ է սեր ցույց տվել ի տարբերություն Ռեմի։ Նույնիսկ երբ մի քանի օրական է եղել։ Ինքը քո կարիքը ուներ, ինքը ուզում էր գրկած լիներ, ինքը ուտում էր, Ռեմը ինչ որ չէր ուտում, չի թողում գրկես, ինձ ուրիշ բնավորությունով էր ծնվել, որ դու հա քո մեջ ինչ որ մեղքի զգացում ես, ման գալիս։ Ուզում ես հասկանաս ինչ խնդիր կա, իսկ Ռոբերտի հետ դու տենց իդեալական սիրված կերպար ես, հազիվ ես աշխարհում մեկին պետք է եկել ինչ որ բանով, որ ինքը գժվում է քո համար, դրա համար դու դրանից ավելի երջանիկ ես։ Այսինքն դու փորձում ես երկու տարբեր մայրիկ լինել Ռոբերտի ու Ռեմի համար, հաշվի առնելով, որ իրենց պահանջներն ու տեսակները տարբեր են։ Անկամ մեղքս չթաքցնելով ասեմ, որ հիմա ես ավելի շատ փորձում եմ Ռեմի համար մայրիկ լինել, որովհետև Ռոբերտի հետ ես չունեմ այդ մեղքի զգացում, ես 7 ամիս մենակ եմ պահել, իսկ Ռեմի հետ արդեն պետք է մեկը օգներ, որովհետև դու աշխատում ես, դու ունես էլի երեխա, արդեն քեզ ապացուցել ես, որ դու կարաս լավ մամա լինես, հիմա թող մեկը օգնի։ Ու այդ բացը ինքը բաց է մնում։ Ես հիմա էլ բոլորին ընկած ասում եմ, որ երեխա ունենաք չաշխատեք են սկզբից, դա էլ մյուս խորհուրդն է, որովհետև ոնց որ մտքիցը ջնջվի քո այդ լավ շրջանը մամա լինելու, ինքը կուտակային է, դու ամեն օրը պետք է իր հետ ապրես, որ դու հիշես այդ շրջանը, եթե օրական 2-3 ժամ ես իրան պահում, դուրս է գալիս այդ քո հիշողությունից։ Դրա համար ես հիմա ավելի շատ Ռեմի վրա եմ կենտրոնանում ու ոնց որ ինձ թվում է ես մի հատ բաց իր հետ պետք է լրացնեմ, նոր անցնեմ երկուսին հավասար տրվելուն։ Երբ Ռոբերտը ծնվել է Մոսկվայում, դու այդ ժամանակ արդեն ունեիր ակտիվ կարիերա, չէ, որը կարելի ասել մի պահ ընդհատվել է, դադարից վերցրել, որպես մայր քո էմոցիաները եւ այլն հասկանում եմ արդեն նոր ասեցիր, որ շատ դերական լուսավոր պահ է եղել, բայց դու ունես նաև Աննա Մարի աշխատող կին կերպարը ու դու շատ ակտիվ ես որպես մարդ ու 7 ամիս դու ուրիշ երկրում ես, միայն բալիկի հետ ես, այո բալիկը քեզ շատ է լցնում, իսկ այն կողմը աշխատող Աննա Մարին Ես չէի ուզում աշխատեի այդ 7 ամիսը, ընդհանրապես ու հենց հիմա էլ Ռեմի հետ էլ չի աշխատի, հիմա իրականում չէի էլ աշխատեի երբեք ինձ թվում է, ես սիրով կգնայի իմ համար ինչ որ սալոններ եւ այլն, ես մի ամիս հետո կարող էի գնայի գործի կգնայի, բայց էլ չիմանայի, որ ես ֆիրմա ունեմ, այսքան մարդ ինձանից է կախված, երևի մի 10 տարում 30 տարվա ծերացա այդ հարցով, փորձը շատ ինտենսիվ էր եւ այլն։ Բայց այն ժամանակ էլ չէի ուզում, իրանք հոկտեմբերին ինձ ասեցին կարող է տնից աշխատես, ասեցի փորձենք։ Մի հատ հասկ տվեցին, ես ցերեկա հասկացա, որ Ռոբերտը քնել է, ես պիտի մայր իր այդ քնեի, ես պիտի գործ անեմ, ասեցի չէ մերսի։ Փետրվարին արդեն ես գտա դայակ, մի օր տնից, մի օր օֆիսից, մի օր հանգիստերի մոտ։ Ու այդ գրաֆիկով 2 ամիս շարունակ ես տեսա, որ դայակը անկեղծ սիրել է արդեն երեխային, ու ես կարամ իրան թողեմ։ Անցա աշխատանքի, ոչ մի ստրես չեմ ունեցել, ոչ աշխատելուց, ոչ չաշխատելուց։ Ինձ շատ իդեալական է գնացել։ Ինձ թվում է, եթե հասարակությունը նորմալ լիներ, ոչ թե Ռեմին ունեցած ես նայ որ այս վիրուսների մեջ, հետո պատերազմը լիներ, նայ վրեն հասկանա հիմա ինչ է լինելու, այնտեղ ամուսինը իրար հավաքում, որ ինքը պիտի գնա սահմանբան, այդ ամեն ինչը ցենց շատ է փոխել լիքը բան։ Հա, ինձ թվում է, եթե չլիներ, էս իմ աշխատելը այդքան չէր ազդի հիմա մեր այս հարաբերությունների վրա։ Ռոբերտը 2 տարեկան է եղել, երբ դուք Երևան եք եկել ու որոշել եք հիմնել սեփական բիզնես։ Ուղղակի հանգամանքներով տենց ստացվեց, որ Ռոբերտի մի տարեկանում ես մի հատ կարճ կուրս դրեցի, ես չեմ էլ ուզում խոսամ դժվարության մասին, խմբի մի ժամ առավոտը 8-ին, այդ մեկը երեկոյան 5-ին։ Ու ասենք ես Ծաղկաձորում էի մնում, առավոտը զարթնում եմ, Ռոբերտը 40 աստիճան ժամը 7-ին։ Ծանգում եմ դայակին, ասում 7-ին արի, ես պիտի գնամ Երևան 40 հոգի ինձ է սպասում։ Ես ուզում եմ իրան տայի մանկապարտեզ, հենց այդ ժամանակ, որ մենք եկանք, 10 օրից COVID-ը սկսվեց, ու տենց մենք տանը փակված էինք ուղղակի իր հետ, ու ինքը հետ սովորեց շփմանը, տենց 2 տարեկան չկարացա իրան տամ, ոնց տարա չէր ադապտացվում, 3-ից նոր տվել եմ։ Այսինքն մի տարի դու համատեղել ես եւ BSMI-ը եւ Ռոբերտին։ Մեր դայակ այնքան է Ռոբերտին սիրում, մեր հետ Հայաստան է եկել։
Երբ որ Ռոբերտը սկսել է քիչ-քիչ հասկանալ, դու ոնց ես իրան քիչ-քիչ մատուցել այդ միտքը, որ մաման պետքա երբեմն գնա աշխատի, թե Այդ իրավներով ա եղել։ Օրինակ Ռուսաստանում ինքը փոքր էր, բայց եթե արթնանար, շատ դժվար էր իմ տնից դուրս գալու, դրա համար մինչև արթնանալը ես գնում էի։ Հայաստանում մեկ նորմալ էր, եթե օրինակ մի ամիս իրար հետ տանն ենք եղել, հետո դուրս եմ գալիս, ինքը հանգիստ էր։ Հենց շատ էի արդեն աշխատանքի ամեն օր գնացել, ինքը լացում էր։ Հետո նորից հիշում եմ մի օր նկարս վերցրել էր, տնով ման էր գալի, ասում էր Աննա Մարին եմ ուզում ու լացում էր։ Շատ բարդ օրեր ա եղել, հետս մի կերպ լացով բերել եմ օֆիս, որ կարողանա հետո դայակը տանի։ Չի եղել այդ շրջանը, որ ստեղից անցանք ստեղ։ Մինչև հիմա էլ հիմա ավելի նորմալ է հասկանում, մոտիվացվում է, մենք օրինակ ենք իր համար, ինքն էլ պետք է մեծանա, բիզնես ունենա, բան սենց է ինքը նայում, ու գիտի, որ մենք գնում ենք գումար աշխատելու, որ կարողանանք իր համար ստեղծել հնարավորություններ։ Իսկ այդ մեսիջն է, որը տվել է իրան, որ մենք ստեղծում ենք հնարավորություններ։ Իսկ դու մեղքի զգացում կամ ցանկություն օրինակ BSMI-ը փակելու կամ որովհետև այն ինչ որ դու նկարագրում ես, ես օրինակ մի կամ երկու օր այդպես ունենում եմ, իմ մոտ sense արդեն բռնաութի նման զգացողություն է, ես sense որ տանից դուրս եմ գալիս ու դուրս գալուց շանթ ասում եմ, մամա, sense ես այդ կադրը ամբողջ օրը մտքիս է, որ ինքը հիմա երևի ինչ որ տենց են դուրս եկել տվայ տանկների մեջ տանը մենակ է, ինքը ինձ է սպասում, ես չկամ, ոչ մի վարքան չի եղել, միտք օրինակ ստոպ տալու BSMI կամ փորձելու փոխարինել քեզ BSMI-ը։ Ամեն վարքան երբ որ ուզեի ստոպ տալ, ես պետքա հետ գնայի Մոսկվա։ Ես այդ մոտիվացիան ա եղել մենակ, որ ես կարողացել եմ դիմանամ ամեն ինչին, որովհետև ես մի հատ նենց կյանք էի տեսել, որ ինչ ուզում են ամեն ինչ կտայի, մենակ հետ չգնամ, մենակ իմ երեխան դեղ չմեծանա, մենակ ես այս նոր լյուքսը իմ համար ենա, որ ես կարամ ցերեկը գնամ երեխային տենամ գամ, ես մամայիս կարամ տենամ, ոչ մի առիթ բաց չեմ թողի, այնտեղ ուրիշ հարցեր էլ կար իրականում, դե մամաների մասին է, այս մասին կյանքում չեմ խոսել, բայց որ մտքիս եկավ ասեմ, մաման շատ լուրջ հիշողության խնդիր ունի, ու այդ էլ էի մտածում, բա որ ես չհասցնեմ գամ այն վաղտ ու ինքը ինձ չհիշի։ Ամենածանրը գիտես երբ ա եղել, երբ որ ես ասել եմ լավ, եթե ես եկել եմ ինչ-որ X բաների եմ հասել։ Խի ես այսօր չեմ կարող մնամ տանը, եթե իմ երեխան հիվանդ է։ Այդ իմ կյանքի ամենավատ օրերն են, որ միշտ եթե ես TV հյուր եմ, եթե 4 օրանոց կուրս եմ դրել, որ չեմ կարող հետաձգեմ, եթե հենց հիմա էլ է երեխան հիվանդ ու իմ համար այդ որ ասում ես այդ ստրեսը երեխայի դուրս գալու, եթե հա, օքեյ է, հիմա պրոստը նեղվում է կգնամ, բայց այդ անհետաձգելի պահերը, որ ես պետք է իր հաշվին գնամ, լավ, եթե ես այդքան կամ, որ ինձ այդ բան եմ ներկայացնում, նույնիսկ չկա այդ հնարավորությունը հիվանդ օրը երեխայիդ կողքը մնալ։ Այդ է որ մեկը այն որ սենց հունից հանում է պրոստը, բայց չեմ կարող ուշմա փակեմ, չէ, ոչ էլ կգնամ ինչ որ տեղ կաշխատեմ։ Ես հիմա այն ինչ ունեմ, այն լավագույն վիճակն է որ կարող է ունենալ, պրոստը էս էլա ծանր։ Սրա այլընտրանք ավելի լավ չկա։ Այսինքն մայրիկի համար սեփական բիզնեսը ինչ որ առումներով մեծ ազատություն է, մեծ հնարավորություն է համատեղելու։ Ու ստացվեցնեց, որ Ռեմի ծնվելուց հետո պետք է սկսել գլոբալ մարքեթինգ, թե չէ եթե չսկսեր, մենք չէինք ունենա դպրոցից այն եկամուտը, որ ինքը գոհատևեր, ուղղակի կփակվեր դպրոցը։ Այդ ժամանակ էջենսին կար անուղղակիորեն, ոչ մեկ չգիտեր, որ BSMI-ը նաև պրոյեկտներ անում, բայց այն որ ստիպված պետք է աշխատեի ու դաս տայի, որ առավոտ երեխեդ արդեն քնում ակարած քնես քո դասի ժամն է, այդ հունից հանելը այդ ընդհանրապես ազատություն չէր։ Եթե չլինեին քո կյանքում հանգամանքներ, նույն ասում ես օրինակ չի կարող BSMI-ը կանգնեցնել, որտեղ հետ կգնայի Մոսկվա եւ շատ այլ հանգամանքներ։ Եթե մի պահ պատկերացնենք չկային այդ հանգամանքները, կվերցնեիր sense լավ դաթար, օրինակ մի տարի, 2 տարի ու որպես անհատ գործունեություն կթողնեիր մի կողմ ու կվայելեիր բալիկներին լիարժեք։ Թե քո համար աշխատանքը քեզ որպես մամա նաև լրացնող sense puzzle-ի կտոր։ Ոնց է, ես անգամ Ռոբերտի ժամանակ ասում եմ ես երկրորդ երեխայի դեպքում կգնամ դիկրետ, որ ավելի շատ համ Ռոբերտի 3 տարեկանում, 4 տարեկանում իր կողքը լինեմ, ես այն ժամանակ գիտեի, որ տենց եմ ուզում պլանավորել երկրորդը, համ նորածնի կողքին, вообще չի սպասում ինձ ինչ է սպասում։
Գիտես, հետ կգնայի Մոսկվան, այդքան դաժե ֆինանսների մասին չի խոսք։ Ստատուսի հարց էլ կար, որ այս շրջանում լիքը մարքեթինգը սենց լավ ակտիվացավ ու կարող 2 տարի հետո էլ չկարողանայի ես մտնեի շուկայի, շատ ճիշտ ժամանակ եկա։ Դրա համար էլի կարողա լիքը ֆակտորներով մեկը չկարողանայի մեծ դադար վերցնել, բայց եթե մի հատ ես հնարավորություն ունենայի մտածելու չեմ ուզում, կարողա եւ ընտրեի նորից շարունակելը, բայց ես չեմ ունեցել այդ այլ ընտրանքը մի հատ մտածել։ Դու նաև շատ էիր ասում, որ Ռեմին այդպես էլ չես հասցրել վայելել, նման տողեր քո մոտ շատ եմ կարդացել, անցել է այդ զգացողությունը։ Չէ, չի անցել, բայց շատ տարօրինակ է այդ պահը, որովհետեւ 5 ամիս շարունակ ինքն ամեն րոպեում կողքն ա եղել, եկել է գործի, բայց իմ ուղեղից ջնջվում ա դա անընդհատ։ Ոնց որ sense հատուկ ծրագիր դրած լինի, որ լավ չհիշեմ այդ ընթացքը, ինչը ամենաշատն եմ ուզում հիշել։ Դա իմ ստրեսերից է, դա իմ ստրեսային աշխատանքից է, իմ հոգեվիճակից, որ ինձ էի մեղադրում, որ կողը չի ուտում, խի չի ուտում, ջուր չեմ խմել, կարող է դրանից հայ այլն։ Այդ է, որ ես իմ ստրեսից իրան չեմ կարողացել վայելեմ լավ։ Ես այդ ընթացքում երջանիկ մամա չէի իր կողքը, դրա համար չի էլ անցնի։ Կանցնի այն ժամանակ, երբ որ ինքը մեծանա ու իմ հետ շփվի ու ես հասկանամ, որ օքեյ է ամեն ինչ։ Իսկ քանի դեռ ինքը դիալոգի մեջ շատ չի մտնում, ես չգիտեմ ինքը ինչ է մտածում, ինչ ազգում ու ոնց է դա իր վրա անդրադարձել։ Այսինքն դու ավելի շատ մտավախություն ունես, թե ինքը ինչ է զգացել այդ փուլից։ Այս հաղորդման շրջանակներում մենք հոգեբանի հետ էլ ենք դեղ խոսում ու ես երեք մի բան իրան ասացի, ասում եմ, ես մտածում էի, որ Ռեմը ինչ-որ խնդիր ունի իմ հետ։ Ինքը որ հիվանդա չի ուզում իրան գրկեն, չի ուզում կպնեն, ես էլ եմ տենց մարդ, բայց կարող է ասում էի սա իր բնավորությունը չի, այլ ես մի բան են չեմ արել։ Ու երկու տեսակետ կա իրականում սրա, մեկը, որ ինձ ասել էր այն ժամանակ ուրիշ հոգեբան, որ երբեմն մաման զգում է այն, ինչը ոչ մեկ չի զգում ու երեխան չի կարա արտահայտի։ Կարող է եւ դու ճիշտ ես, ինչ որ բան կա, որը դու պակաս ես տվել ու քանի որ ինքը դա քեզ չի կարա բացատրի, դու դա պետքա զգաս։ Երկրորդ տարբերակ էլ կա։ Էդ է նա, որ կարող է եւ փոքր ժամանակ քո մաման քեզ կարիք ես ունեցել շատ գրկելու ու օրինակ առաջին երեխային ունեցել ես, ինքը քեզ շատ էր սիրում, ինքը քո կարիք ուներ, դու քեզ լիարժեք ես զգացել։ Երկրորդ անգամ քո այդ նորածին զգացմունքը կրկնվել է, ինչ որ մեկին դու շատ ես սիրում, բայց ինքը չի տենց շատ կողքը չի կպած չի, ոնց որ դու փոքր վաղ մամայիդ, տենց էլ հիմա նորից սկսել ես վերապրել, որ դու մեկին սիրում ես, բայց ինքը տենց չի, որ քեզ կպածա։ Բայց երրորդ տարբերակը, որ շատ դուրս եկավ այդ խոսքը, որ ասեց, գիտես, քո մոտ անընդհատ արտահայտությունը, որ կողը ճիշտ չէր, որ ես աշխատում էի, ու հա, ճիշտ չէր, բայց ճիշտ չէր քո հանդեպ, ոչ թե իրա։ Ու այդ sense մի հատ շատ կարևոր արտահայտություն էր իմ համար, որ ինքդ քո հանդեպ է սխալ վարվել, դրա համար ոնց որ ինքդ քեզ պատժես այն բանով, որ երևի դրա համար երեխան իմ հետ չի խոսում, կամ չի ուզում ես գրկեմ, բայց ինքը ընդհանրապես քո այդ խնդիր չունի։ Դու պրոստը քո հանդեպ ճիշտ չես վարվել ու հիմա ոնց որ դրա պատասխանես, հա։ Ես հիմա չգիտեմ որն է իրականում, կարող է եւ Ռեմին ընդհանրապես ես չեմ վնասել իմ աշխատանքով ու այդ իմ տվայտանքներն է, կարող է եւ ինքը նեղացած է եւ չի ուզում ես իրան գրկեմ իր հիվանդ ժամանակ։ Բայց այս ամեն ինչը կա ու դրա համար ես չէի կարողանում իրան վայելի, որովհետեւ չգիտեի որտեղ է խնդիրը, ես ունեմ խնդիր, թե զգում եմ ենթագիտակցաբար ինչ որ ինքը ինձ պետք է ասի, բայց այս ամեն ինչը sense համադրված կա ու ինձ թվում է լիքը մարդ մոտ կա, ամեն մարդ պետք է ինքը հասկանա ուրա դրան պատասխանը։ Հոգեբանի հետ երեք ես խոսել, իհարկե այդքան շատ ժամանակ չի անցել, բայց ասում ես, որ sense կարևոր ինսայթ ես ստացել, օրինակ այդ զրույցից հետո Ռեմին այլ ձևով ես մոտեցել, թեկուզ ֆիզիկապես կամ առաջարկես խաղ եւ այլն ու զգացել ես արդյոք որ եթե քո ներքին այդ վերաբերմունքը փոխվի, միգուցե դա անդրադառնա նաեւ իր վրա։ Նախ հոգեբանը ինձ ասեց մի բան, որը ինձ թվում է բոլորը տեսնում են հիմա էլ ու ես էլ, որ ես սպառված եմ հիմա։ Ու քանի որ լավագույն մաման երջանիկ մաման է, նախ պետքա ես երջանկանամ, չգիտեմ որ մասով դադար վերցնեմ, որ կարողանամ ավելի հանգիստ դատել ու իրանց ավելի լավ էմոցիաներ տամ։ Այդ հələ մի կողմ, որ ես ոնց որ արդեն ինչքան կողքից ասում եմ, մի հատ էլ մասնագետն ասում, հասկանում ես, որ
խնդիրը կոնկրետ քո հանգստի մեջ է, ոչ թե այդքան Ռեմի Ռոբերտի, այդ մասով լավ էր, ավելի հանգիստ է, որ հեսա ինչ-որ ձեմ ինձ հանգիստ կպլանավորեմ։ Բայց մի քանի կարևոր կետ ասեց, որ ինձ դուր եկավ, նախ որ բոլոր մամաներն էլ սխալ թույլ տալու են ու թույլ տալիս են ինչ ուզում ես արա։ Նախ երկրորդ կետը էր, որ հատկապես երեխայի հոգեկանը ինքնավերականգնման ֆունկցիա ունի, ու այնպես չի, որ ամեն մանր տրավման անդառնալի է լինելու, ինքը հետո դա կլրացնի։ Ու երրորդը, որ ես ավելի շատ ուզում եի հասկանալ, ոնց հասկանամ, ես իրեն վնասել եմ, թե չէ։ Չնայած որ բոլորը ասում են, որ չէ, անգամ մանկապարտեզում եւ այլնում հարցում եմ, ասում են ինքը որևէ խնդիր չի կարող ունենա, չունի ես երեխան խնդիր, դու խնդիր ունես իր հետ կամ քո հետ։ Բայց այդ կետը, որ ցես տնես մեկը սխալ լինելու է, որ ինքը կարա վերականգնվի, որ մեկը ինքը մեծանալու է, կխոսես, կհարթես, հիմա ինքդ էլ կհասկանաս, ինչ սխալ ես թույլ տվել, կշփվես, կանցնի այդ ամեն ինչը, ահագին հանգստացրեց։ Իհարկե իմ անհանգստություններն է, որ հաճախ չեմ հասցնում իրան շատ ժամանակ հատկացնելու մուլտիկա նայում, այդ ոչ մի հոգեբան էլ չի կարող ասի, որ չէ, օքեյ է, բոլորն էլ գիտեն, որ դա վատ է, դա հաստատվեց, որ դա վատ է, դրա փոխարենը պետք է իրար հետ ժամանակ անցկացնենք։ Այդ ոնց որ արդեն սկսեց իմ ուղեղը ծրագրավորելս նրա, որ պլանավորեմ ում հետ ոնց կարամ ժամանակ անցկացնեմ, ու տենց ոնց որ ավելի անհանգստությունը ստրուկտուրա ստացավ ինչ-որ, հա, որտեղ լուծումը չկա մեկա, որ մեկա վնասելու ես ինչ ուզում ա լինի, օքեյ, որտեղ լուծումը կա, արդեն որ հասկանամ ոնց կարամ լուծեմ, ու հասկացա, որ ավելի շատ ֆիզիոլոժիա իմ մեջ է, խնդիրը դեպքում ոչինչ։ Ինձ թվում է ընդհանրապես այդ լավ մամա լինելու համար, որ մտածում ես, պիտի լինես լավ սննդաբան, լավ հոգեբան, լավ քնի մասնագետ, լավ այնքան լիքը բաներ կամ մարդը կոմպլեքս թեկուզ եւ փոքր մարդ է, բայց կոմպլեքս երևույթ է, որպեսզի այդ մարդուն ամեն ինչ իդեալական տաս, ինչքան սֆերաներ դու պետքա հրաշալի պատկերացնես, ինչքան ինքդ պետքա միշտ հրաշալի վիճակում լինես։ Մի բան էլ նույն, որ եթե քեզ անհանգստացնում է, դու լավ մամա ես, թե չէ, հավանաբար արդեն լավ մամա ես։ Մեկ էլ մի հատ բան հիշեցի, որ լավ մամայի հետ կապված, որ գրառում էի արել, որ եթե դու գործում պերֆեկցիոնիստ ես, քո երեխան որ ծնվում է, օրինակ հաստատ լիքը կարիերիստկաներ հիմա կան, որ վախում են երեխա ունենան, որ կարող է լավ մամա չլինեն։ Գրառում է արել, որ երեխան ոնց որ հերթական պրոյեկտ դառնա։ Նրան չես կարող վատանես։ Ես լավագույնս կարամ անեմ այս պահին իմ գիտելիքով, որովհետև իմ համար միշտ պապան է աշխատում, դա 50% հնարավորություն է, մաման է աշխատում, դա կրկնակի ավել հնարավորություն է երեխայի համար։ Սա մեր առաջին էպիզոդն է ու ուզում եմ իրար հետ սիրուն ավանդույթի մեկնարկ դնենք։ Գիտեմ, որ որոշակի լավ առաջարկներ ունես ոդքասթի դիտողների համար։ Անամարին ոդքասթի շրջանակներում ինչով կարող է օգնել այն մայրիկներին, ովքեր նոր ստարտել են։ Եթե կա մամա կոնկրետ էս ոդքասթի միայն դիտողներից, ում իրոք խորհրդատվություն է պետք ինչից սկսել, ոնց ուղղորդել, ինչ բիզնես ունենալ չեմ կարող ասել, բայց եթե արդեն միտքը կա ու իմ գիտելիք ունեցող մարդն է պետք, ես պատրաստ եմ իրան խորհրդատվություն հատկացնել ու հետագայում բարբերաբար լինել կապի մեջ ու օգնել։ Այսինքն հնարավորություն ունենք ունենալ քո դերով մենթոր եւ եթե միտք կա հում է, որը պետք է արդեն բիզնեսի վերջնական ավարտուն տեսք ստանա, դու կարող ես օգնել մի ամերիկի հրաշալի։ Բացի դրանից, մենք ունենք հրաշալի մասնագետներ, սոցցանցերի մասով, նախագծերի կառավարման, ընդհանուր էլի մարքեթինգի մասով, եթե մայրիկները շատ լինեն, բացի ինձանից ես կարող եմ մեր թիմակիցներին խնդրել 3-4 հոգու, հա, նաև ամեն մեկը մի հոգու իրականացնի կոնսուլտացիա։ Եվ մյուս մասով կարող եմ ասել, որ BSM-ի մեկնարկում են դասընթացներ, որոնք զրոյից մասնագիտացնում են մարդուն։ Եթե մայրիկը այն փուլում է, հենց կոնկրետ այս պահին իրան պետքա շատ լավ գիտելիք ու մտնի շուկա, ցանկալի կլինի, որ ինքը երբևէ աշխատած լինի, որ հեշտ լինի իրան աշխատանքի տեղավորելը։ Այդ 3 ամիսը ինքը որ կծախսի սովորելու վրա, հեշտ կլինի իրան նաև հետո ելնելով
մի շարք առանձնահատկություններից ինչ գրաֆիկով է պատրաստ աշխատել, ինչ լեզուներ գիտի, ոնց որ մաքսիմալ գործատուին այս պահին մոտ մաման, որ գիտի լեզուներ եւ այլն, մենակ մնացել է մի հատ մասնագիտացում ու ինքը մտնի աշխատանք, հա, ես շատ մեծ հատուկ պայմաններ ոնց որ կարող եմ իրանց համար առաջարկել։ Ամփոփեմ եւս մի անգամ մեկ մայրիկ, եթե ունի բիզնես իդեա, որը դեռ մի քիչ հում վիճակում է եւ կարիք ունի վերջնական տեսքաբարն ստանալու, այդ մայրիկը հնարավորություն կունենա Աննամարից վերցնել անձնական կոնսուլտացիա եւ եթե կլինեն էլի մայրիկներ, խոսքը 3 մայրիկի մասին է եւս 3 կամ 4, ովքեր էլի կունենան մտքեր եւ կունենան աջակցության կարիք, որպեսզի այդ մտքերը կարողանան կյանքի կոչել, BSMI-ի մասնագետները, Gate 21 Agency-ի մասնագետները սիրով կաջակցեն ձեզ այդ հարցում եւ իհարկե մեկ մայրիկ կունենա հնարավորություն BSMI-ի դասընթացներից որևէ մեկին միանալ հատուկ պայմաններով, որոնք արդեն կմանրամասնվեն, երբ մայրիկը կընտրվի։ 3 մեծ մոտ խումբեր ավարտում, 3-ը բալիկի էին սպասում։ Ու ես հենց ավարտական օրը մի բան ասեցի, որ ուզում եմ շատ կարևոր է, որ բալիկ սպասող մամաները կամ բոլոր մամաները եւս մեկ անգամ գիտակցեն, որ շատերը գալուց մտածել են, որ բալիկի գործոնները իրենց խանգարելու է, բայց ես որպես բալիկ ունեցող մարդ ասում եմ, որ բալիկը լրիվ նոր մոտիվացիա է, ես ոնց հասկանում եմ շատ success story-ներ, նոր բիզնես իդեաներ լսելու մասին, որ մաման դիգրետից հետո է դրան եկել, ու ոնց որ լրիվ մի հատ նոր մոտիվատոր լինի, որ դու շատ ավելի մեծ բաների հասնես, դրա համար հաստատ բալիկը այն ֆակտորը չի, որը մեզ միտեղ պետք է կանգնացնի։ Ես հենց այդ մամաներին, ովքեր մտածում են, որ կարող է բալիկի գործոնը խանգարում է, թե չէ, շատ սիրով տալիս եմ այդ հնարավորությունը։ Հետևեք Working Moms podcast-ի էջում եւ Աննամարի էջում տեղադրվող ռիլերին, որտեղ մենք արդեն կմանրամասնենք բոլոր այն դետալները, որոնց համապատասխանելու դեպքում մեր podcast-ի դիտորդների շրջանակներում կընտրվեն մայրիկները, ում համար մենք իրականացնենք փոքրիկ աջակցող նախագիծ։ Podcast-ի ավարտին մոտենալով, փորձենք փոքրիկ էքսպերիմենտ անել, դու Ռոբերտը նույն բաների նույն աչքերով եք նայում, թե չէ։ Հաստատ ոչ, բայց կարող եմ սկսել։ Ես քեզ տալիս եմ հարցեր, որոնց դու պիտի փորձես պատասխանես Ռոբերտի աչքով, եւ հետո փորձենք զանգենք Ռոբերտին այդ հարցերը իրեն տալ։ Առաջին հարցը, երբ մաման տանը չի, Ռոբերտը ամենաշատը ինչն է կարոտում մամայի հետ կապված։ Ուղղակի գամ, տենց պարկենք իրար կողք, ինչ որ բանով զբաղվենք։ Այսինքն գնանք ուտելուն կամ գնանք իրար հետ որ խաղալու դեղ, որտեղ լցունում, ու գնանք հենց բաներ առնենք։ նա Ռոբերտի ուղեղում ամենաշատ տպավորված բանը, որ իրար հետ արել եք։ Որ մի անգամ չգիտեի ինչ հետ խաղայ, ասեցի փոքրեր ասեցի, արի գարաժ սարքենք։ Երկու հատ puzzle դրեցի, Lego, մի հատ վերևով մեքենա էր մտնում, անկապ, մի հատ այդ պահին մտքիս եկավ ինքը մինչև այսօր այդ խաղն է սիրում, արի գարաժ սարքենք, այդ իրա համար ինչ որ կարևոր օր ա եղել, որ մենք խաղ ենք իրար հետ խաղացել։ Որ փոքր ժամանակ իրար հետ գարաժ ենք սարքում, ու ես այնտեղ այս տարակի սարքում ու խալակին էի մտնում։ Ռոբերտը ուզում է, որ մաման աշխատի, թե ոչ։ Երևի հա, բայց քիչ աշխատի, ու շատ փող աշխատի։ Իհարկե ոչ եմ ուզում, այդքան աշխատած, հետո ձեռները թողնել, տաղոքներ, հետո տանը աշխատել, Պետք չի։ Ու վերջինը Ռոբերտը հստակ պատկերացնում է մաման ինչա աշխատում։ Կասի, որ գովազդների տեղադրման հետ կապված գործ ունենք ու կասի, որ դասավանդում ենք։ Ասեմ, մաման աշխատում է, բան շատ աղքատանելում, իրան փողերը տալիս, իսկ կավեր շատ հարստանելում ու չարանելում, բան դրան գործ դնում է։ Ռոբ, բայց ես այդ չեմ աշխատում, դու ճիշտը չգիտես ես ինչ եմ աշխատում։ Որ բիզնեսում ես աշխատում ու փող ես աշխատում։ Շնորհակալություն Աննա Մարի ջան, հրաշալի զրույցեր, շնորհակալություն, որ մեր հետ եք, մնացեք մեզ հետ, որովհետև նոր ու հետաքրքիր էպիզոդներ են գալու, ինչ հանդիպում։